ու համեր ես կպատմեմ իմ դպրոցական տարիներից, օրինակ որ ձմեռը մենք նավթի փեչ ենք վարել, դու կշշում ես, որ զենց փեչի կողքը մենք հավաքվում էինք, մի քանի հոգի, մեր պալտոներով, այդպես ցուրտ էր։ Դպրոցը։ Նա, դպրոցը։ Այսօր ես մոմ, որ ասենք խոսանք մի քիչ իմ դպրոցի մասին, ու մենք մի քիչ կադրներ ենք դնելու, որ Անայտը գնացել էր իմ դպրոցը, որ ընդհանրապես տեներ էլի, ոնց է տեսքը կամ իմ ծանոթանել դպրոցի դասատուների հետ, իր դասընկերների հետ, ու ինքը սկսել է իմ դպրոց, մյուս կիսամյակ, հա։ Մյուս կիսամյակ։ Բայց մենք նաև խոսելու ենք շվեդական, անգլիական, вообще ընդհանրապես շվեդիան դպրոցների մասին, անգլիական ու շվեդական, որովհետև մեր երեխեքը գնացել են Մարին ու Անայտա եւ շվեդական եւ անգլիական դպրոց ու իրանց համակարգերի մասին ու Հայաստանի հետ տարբերությունները եւ նմանությունները կտեսնենք։ Ոնց որ Հայաստանում այնպես էլ ստեղ կա տարրական միջնակարգ ու ավագ դպրոց, հիմա Մարին մյուս տարի գնում է 7-ից 9, այդ էլ կոչվում է ոնց որ Högstadiet, այսինքն բարձր տարրականից միջնակարգից բարձր։ Անգլիական դպրոցը սկսվում է 4-րդ դասարանից, հիմա Անայտը գնում է կավարտե շուտով, ու ստեղ դպրոցները սկսվում են ոչ թե առաջի, այսինքն ոչ թե 7 տարեկանից են երեխեքը գնում դպրոց, այլ 6 տարեկանից, ու առաջի դասարանը կոչվում է Vorschule Klass, իսկ դա ոնց որ 0-ն է, 0 դասարանն է, այո։ Այդտեղ մսորտի ու դպրոցի պես է, այսինքն մի գնում են հարմարվում են դպրոցին, մինչև արդեն առաջի դասարանն են։ Հա, որ մի անգամից առաջին դասարանը չեն գնում։ Մի քիչ սովորում են ու իմանալու։ Ու ընդհանրապես դպրոցները սկսվում են մոտավորապես 8-ին, 8-ից 15 տարբեր ժամերի, բայց եթե ծնողը աշխատում է 7-ին օրինակ գործի է կամ շատ շուտ, ուրեմն ինքը իր երեխուն կարա տանի դպրոց շատ շուտ։ Շատ շուտ, հետո կարան գնանք մինչև դասը սկսելը, սկսելը ճիշտ է, մի հատ հատուկ ոնց որ տեղ կա, այդտեղ դասատու է լինում, ու տեղ կարան ոնց որ սպասել, մինչև քո դասը սկսի, ու տեղ նաև տալիս են կոչվում է breakfast club, ու տեղ նաև տալիս են։ Հիմա դու խոսում ես անգլիական դպրոցի, breakfast club-ը անգլիական դպրոցում է, թե չէ շվեդական դպրոցներում դրանք ուղղակի կոչվում են free time, այսինքն ազատ ժամանակ մինչև դպրոցները սկսի, ու իրանք նախաճաշում են այդտեղ, դա վճարով է, այսինքն դպրոցը չէ, բայց մինչև դասերը սկսելը ու դասերը երբ որ ավարտվեց ժամը 1-ին, 2-ին, դրանից հետո երեխան եթե չի կամ ինքնուրույն տուն գնա կամ իրան վերցնող չկա, ինքը մինչև ժամը 5:30-6-ը նայած թե ծնողը երբ է գալիս իրան վերցնի, էլի կարա մնա ու տարբեր բաներ ակտիվիտիներ անում այդ ժամանակ։ Երեխեքը այնտեղ հաց են ուտում, դու այդ ես ուզում ասես։ Մենք բուֆետ չունենք, տենց չենք անում։ Մենք ճաշարան։ Ճիշտ է, մենք ճաշարան ունենք, ուտեղ մեզ տալիս են հաց են տալիս, իրանք ուտելու ամեն ինչը տալիս են, ու դա անվճար է։ Այստեղ գալիս են 6-ից 9 դասընկերները, իրանց break-ին, որ պրոստը նստեն ու կան դե ֆիլմ նայեն, հետո կան խաղալիքը, այստեղ է կարան բանը տենան, խոյամը ոնց են ասում։ Սխեմա։ Տենց են ասում։ Հա, սխեմա։ Հիմա այսինքն այստեղ դուք գալիս եք ձեր դասերից հետո։ Չէ, մեր դասերից հետո չէ։ Բա ձեր դասերին էլի։ Հա, դասամիջոցին։ Մարին ասում է, բա Հայաստանում ո՞նց են անում, Հայաստանում իջնում են բուֆետ, այսինքն ինձ ամեն օր օրինակ մամաս տալիս էր փող, ես ամեն օր գնում էի բուֆետ, երբ որ ես սովորում էի, գնում էի բուֆետ ու շատ ահավոր արկածներ եմ ունեցել, շատ ծիծաղալու, մի խոսքով հիմա եթե իմ ընկերուներն որ կմեռնի ծիծաղից կհիշի, մի խոսքով բուֆետից ինչ էինք առնում, ուտում էինք, նկարվում էինք, առանց հեռախոսալ էսենց կամերաներով։ Ես երբ գնացի Հայաստանի ճամբարը, ես գիտեի մեզ տանելու ճաշարան հաց էի տալու նորմալ, գրեչկա տենց նորմալ հաց էլի։ Այսինքն դու շվեդիայի բանով ազդեցության տակ կամ չգիտեմ տենց գնացել ես մտածելով որ նույն ձևա լինելու, բայց շատ տարբեր է։ Հետո մեզ տվեցին մի հատ պեչենի ու մի հատ ցենց փոքր սոկ։
Ես չուտի, ես ասում եմ, ես ինչ այն ստեյց սարի։ Հատստավեք ինձ ուտը։ Ունեցա մեծ սոված, ինքան շոկ էր համել։ Ու հետո նենցա, որ եթե երեխան ունի ալերգիաներ, օրինակ մարին չի կարա ուտի, գլուտեն ուտելի, որը սովորական ալյուր։ Հա, գլուտեն չի կարա ուտի, դրա համար իր համար առանձին են ուտելիքը սարքում, մյուսներին առանձին դու կարաս գնաս, ոնց որ շվեդսկի ստոլ քաշում ես, վերցնում ես ուտում ես։ Ճիշտ է։ Ես ամեն օր դով քարելով գալիս եմ ստեղ, մինչև իմ դասարանը, այսինքն իմ Սկոպն ես մտածում դարակ։ իմ դարակը հետո Իրանց դասացուցակները 7-ի A, 7-ի B։ Ուշացել ես, կարաս գաս նայես, դե որ ժամին ես սկսում։ Այսին этим շրդենի դասարանն է, այսել իմ դասարանը вообще որ մաթեմ ունեմ։ Ամեն ինչ բացի շվեդերեն։ Շվեդերենը ստեղ է կանում, հա։ Մուսիկ, տենց, նեկաշություն տենց, բացի դա։ Հետո այստեղ է Սվանը, Սվան էտի Շվեդերենը որպես երկրորդ լեզու։ Հա, ճիշտ է։ Մենք որ շվեդերեն լավ չգիտենք, Սվանը։ Այսա քո դարակը, հա։ Ինչ ունես քո դարակի մեջ։ Որ ստեղ դպրոցական պարագաներ երեխեքին ընդհանրապես պետք չի։ Այսինքն Շվեդիայում երեխեքը գնում են առանց գնալու դպրոցական իրեր առնելու։ Ճիշտ է։ Օրերան ես մի քանի տարի առաջ նկարել եմ այդ վիդեո Back to School Shopping իմ YouTube-յան ալիքում, հետո Անցած տարի էլ նկարեցիր։ ճիշտ է, բայց դեռ մասը չոս։ Okay. Back to School։ Բայց դա հավեսի համար էր, ոնց որ նկարել, քանի որ դպրոցում ենք սկսում ենք,ից առաջին օրը ամեն ինչ տալիս են տետրներ, գրքեր, մատիտներ, ամեն ինչ որ պետք է քեզ դպրոցում։ Իսկ ես գիտես ինչ եմ, որ դպրոցականայի գնում էինք սկզբից, մեզ ասում էին պետքա 5-ատ 12 թերթանի տետր, 4-ատ 40 կամ չգիտեմ 10-ատ այս ինչքան, 100 թերթանի տետր, 6-ատ գրքեր էինք միշտ տան, ռյուկզակների մեջ լիքը գրքեր էինք լցնում տանում, իսկ իրանք իրենց ռյուկզակների մեկ-մեկ չեն էլ տանում, որ ասում բան չունեք տանելու։ Մեր դպրոցում չկա գիրք տանել բերել։ Ես մեկ-մեկ ես ռյուկզակ չեմ տանում, ոնց որ փոքր սունկա վերցնում, բայց մարդ լիքը մարդը որ вообще սունկա չի վերցնում, ոչ գրքի ընդամենը կուրտկա յանց հերախոսը գրպանի մեջ ու գալիս են դասը։ Տենց։ Բուրջ։ Այստեղ օֆիսներ են, ու այստեղ լիքը կամերաներ կան համել։ Որա։ Ու դրանք աշխատում են։ Այստեղ իմ իսպաներենի լավ մի ժեստրո։ Ինչի։ Ինչ իսպաներեն դժվար է։ Դժվար է։ Այս հաստեղ նայ ամեն անգամ էս եմ տեղը։ Ինչ չես իմ իսպաներեն դու ես ընտրել։ Ուրեմն այստեղ ենք մենք կանգնում, շարք։ Երկու հատ ունենք, մեկը ու այս իմ տեղն է։ Ես տեղ եմ անգամ կանգնում, հետո ինքը իմ անունը ասում, ես ասում եմ, ես պետք է ասեմ yes կամ sí։ Ու նոր գնաս ներս։ Հա, էս էլ մյուս դասարանի իսպաներենն է։ Okay։ 6th grade։ Էս էլ 7-րդ դասարանցիների Այսքան մյուս տարի դու գայս ես ստեղ։ կարող է, որտեվ տարբեր են։ Okay, տարբեր կորիդորներ են։ Այստեղ էլ Միջանցքներ։ Այստեղ էլ մեր բանը, անգլերենը։ Ինձ է դարձած, իր դասը ինքը շատ էսթետիկ է, իր դասարանը շատ բան է, organized, ինքը շատ ցած բան է, ռեստոր ունի ոնց որ ռեստորը, որ նստում են ու այդ կաշաշ, ինքը շատ ցած organized է։ Okay։ We have a big locked cabinet for the mobile phone hotel, and they put that in there. This is So if it's locked, only the teachers know the code to that. Դրանք դասս մնացած այստեղ անունները գրած ովքեր որ ստեն գտնում ու ստեղ ես տանեմ ես տեղը ես դուրսն եմ հետո տեղ գրած է ինչ է կան այսօր այստեղ է իրենց օրինակ այստեղ գրած է Մարի օրինակ այստեղ գրած է Մարի ու ես գնում եմ տուն այս իմ անունը դրում եմ ստեղ Սենց պոստերներ ամեն տեղեր կան։ Դիմ հինդասարանա։
դասատուն հենց նոր եկավ ու ասաց ինքը հարցերին պատասխանեց Անահիտը ու ձեռքեր բարձրացնում դե իրանց առաջի օրն է իրանք գնացել են ու հարցերի են պատասխանում, չգիտեմ ինչ են անում։ Ձերքը բացացնում այնքը պատասխանում է հարց։ Ասում եմ, բայց դուք ինչ գիտեք, նմանացրել եք, որովհետև ինչ գիտեք, որ Մարի քուրն ասում է, ասում եմ ու ես նման։ Հիմա անգլիական դպրոցում Անահիտը որ պիտի ընդունվի առաջիկա օրերին իրանք ոչ թե այսինքն պետք է շփվեն իրար հետ, տեսնեն ով ում հետ է ընկերանում, որը ըստ այդմ նույն դասարան կարող է գնան իրանք, եթե անգամ ասում ուզում ես իր հետ գնաս նույն դասարան, լինեք նույն դասարան, թե չէ, ով է Եթե իր հետ մոտերին։ ոնց որ safe ես գում կամ իր հետ ես սպառվում, Տենց կարաս ցանկություն տասես, որ ես ուզում եմ ասենք Մարի հետ նույն դասամ լինեմ կլինի ու իրենք ասում են օքեյ։ Որ անգամ արդեն հեռացում էր անջատվեց, որտեղ տեղ չկա մեջը։ Okay, մենակ խոսանք շվեդյան, որ հնարավորություն է տալիս մայրենի լեզուն երեխեքը գնան սովորեն, իսկ դա շատ լավ է ու անվճար, եթե այսինքն անգամ տաքսիով կարող է գա երեխուն վերցնի դպրոցից ու տանի իրա իջացրու։ Օրինակ, ուրեմն շաբաթը մի անգամ հենց մեր դպրոցում բոլորը միանգամից ունենում են իրանց ոնց որ մայրենի լեզուն։ Արաբի դասարաններում, օրինակ հայերեն մի դասանում է, արաբերենը մի դասանում ու տենց։ Ու դասատուները, այդ քո մայրենի դասատուները գալիս են քո մոտ ու ունենում ես քո դասը, հետո գնում ես քո արդեն դպրոցի սովորական դասերին։ Դասից առաջ կամ դասից հետո է լինում։ Կամ դասից։ Նայած որ տարին։ Այնպես որ գոհ ես քո դպրոցից։ Սիրում ես քո դպրոցը։ Շատ ես սիրում։ Շատ լավ է։ Ես էլ իմ դպրոցն էի շատ սիրում։ Թերկոս որ լրիվ տարբեր է շվեդական դպրոցից ու մեր համակարգը, ձեր համակարգը շատ տարբեր էր, բայց իմ դպրոցական տարիները շատ հավես է անցել։ Էլի կուզեի։ Գնացինք։ Բոլոր դպրոցականներն ամբողջ իմիջելուց ամառային արձակուրդներ է սկսում, շնորհավորում եմ։ Այս տոմս սկսում է, կարծում եմ մայիսի 20